Բարևի գլխավոր հովանավոր Օնիկ Մեհրաբյան, Cars 911 Ողջույն, սիրելի հայրենակիցներ, այս երեկո հետաքրքիր անակնկալով ենք միանում ձեզ, անակնկալը կլինի քիչ ավելի ուշ, իսկ այս պահին ձեզ պետք է ներկայացնեմ ինձ համար շատ հաճելի մի անձնավորության եւ վստահ եմ նաեւ ձեզ համար, որտեղ տարիների նրա բարեսիրական աշխատանքը մեծապես գնահատված է մեր ժողովրդի կողմից, թե այստեղ, թե հայրենիքում։ United Shipping Group, Universal Travel and Tours, Universal Service Exchange հաստատության հիմնադիր տնօրեն Գագիկ Թամրազյանն է այս երեկո բարևի օրը։ Ողջույն Գագիկ, շատ ուրախ եմ այս հանդիպման համար եւ հաճախ մարդկանց մոտ կարծիք կամ հարց է առաջանում, ընդհանրապես մարդու հաջողության գաղտնիքը ո՞րն է եւ մարդը ինչպես է գնահատում իր հաջողությունը։ Մեկը կա փողով է գնահատում իր հաջողությունը, մեկը կա ընտանեկան երջանկությամբ, մեկը, չգիտեմ, զավակների ուսմամբ։ Ձեզ համար ո՞րն է ամենակարևորը այս կյանքում։ Ամենակարևորը, որ կարողանում ես քո ազգին, քո ժողովրդին պետք գաս։ Եվ հաջողության գաղտնիքը ավելի ճիշտ քո ձեռքի մեջ է։ Նա ով որ սիրում է իր ընտրած աշխատանքը, պետք է նվիրվի իր գործին եւ առանց հուսահատվելու ձգտի եւ կհասնի հաջողության։ Պարոն Թամրազյան, հենց այս պահին այս հարցը առաջացավ։ Ինչ եք անում մինչ այս հաստատության տնօրեն դառնալը կամ հիմնելը այս հաստատությունը։ Ինչ մասնագիտություն ունեք, ինչպես եք, ինչ եք պատկերացնում եք, որ մի օր հենց այս գործը պիտի անեք Միացյալ Նահանգներում։ Բոլորովին մտքովս չէր անցնում։ Ուրեմն 1988 թվականին մեր հայրենակիցների հետ միասին եկանք Ամերիկա, ես երաժիշտ եմ մասնագիտությամբ, ակարդեոնի մասնագետ, և բոլորովին մտքովս չէր անցնում, որ ես գործարար կյանքում կարող եմ դառնալ գործարար մի մարդ։ Դե երաժշտությամբ հնարավոր չէր այդ ժամանակ գումար աշխատել, պետք է ընտանիքիդ կարողանաս պահես, վարձ, ապրուստ։ Սկզբում աշխատել եմ բենզին կալոնկայում։ Բենզինի լցավորման կայանում, այո։ Մի 6 ամիս, որից հետո եղավ հնարավորություն մի փոքրիկ հագուստների խանութ բացեցինք։ Մեր հայրենակիցները հիշում են Փալմեր եւ Ադամսի անկյունը, որը եղել է հենց մեր հաստատության հիմնական սկզբնակետը։ Այդպես սկսեցինք հագուստներ վաճառել։ Ընթացքում մտածեցի մեր հայրենակիցներին ոնց կարող ենք օգնենք։ Եկել ենք Ամերիկա, մեր ծնողները, մեր հարազատները հայրենիքում են եւ ոչ մի հնարավորություն չկա նրանց օգնելու։ Եվ այդ ժամանակ արդեն սկսվել էր Սումգայիթյան այդ շարժումները, դժվար ժամանակներ։ Ոնց օգնություն հասցնենք, մտածեցի դրամական օգնությունը ամենակարևորն է։ Եվ փնտրեցի դրա համար ավելի հարմար նպաստավոր ճանապարհ։ Հենց այդ հագուստների խանութի մեջից սկսեցինք դրամական փոխանցումները կատարել, շատ քիչ էր սկզբում, հետո մեր հայրենակիցները սկսեցին գումար աշխատել երևի, հաջողության հասան։ Սկզբում 20, 10, նույնիսկ դոլար ուղարկող կար, չէ՞ մեկ ընտանիքին, այո։ Դե հետս հետը բիզնեսը սկսեց ավելի զարգանալ, ուժեղանալ։ Դրամական փոխանցումների հատուկ Universal Service Exchange հաստատություն բացեցինք, որը մինչև հիմա նորից նույն տեղում է իր մայր մասնաճյուղը։ Դրանից հետո արկղերի գաղափարը ծնվեց։ Մտածեցինք մեր ժողովուրդը նաև ապրանքներ ունի ուղարկելու։ Միացրեցինք United Shipping Group հաստատությունը, որին հետևեց նաև
մեր հայրենակիցները միայն ծանրոցներ չեն ուղարկելու, նրանք Գնալու նաև պետք է գնան Հայաստան։ Նրանք նաև պետք է գնան հանգստանալու, Այո։ թեկուզ արտասահման։ Շղթայականն այսպես ռեակցիա է եղել։ Այդպես, հա, եւ այսպես 3 հաստատությունները մեկը մեկի հետ կապված հաջողության հասան։ Իհարկե իմ խորին շնորհակալությունը մեր հայրենակիցներին, որտեղ այս հաջողությունը իրանք են մեզ տվել, ինձ կոնկրետ, օգտվելով մեր ծառայությունից։ Շատ շնորհակալ եմ ձեզանից։ Այսպես նույնը Պարոն ջան։ Թամրազյան, հարյուրավոր, ես կարող եմ ասել հազարավոր մարդկանց դուք ոչ միայն բիզնեսի ճանապարհով եք օգտակար լինում, նրանք դա կարողանում են անել, այլ դուք ընդհանրապես մերժել չգիտեք, դա շատ չի վնասում ձեր ֆինանսական կողմին։ Ինչպես եք կարողանում, թե հաջողությունը դրանից էլ գալիս է, հետո ինչ որ մի հրաշք է տեղի ունենում, ես չգիտեմ։ Գալիս է եւ ես ինձ շատ երջանիկ եմ զգում, երբ կարողանում եմ ինչ որ մեկին պետք կամ կարևոր չի հարազատ լինի, ընկեր լինի, պատահական մեկը։ Դուք այն բացառիկ բիզնեսմեններից եք, որը նստած է այն ապակու ետևում, որտեղ ամեն րոպե մտնող դուրս եկող մեր հայրենակիցները կարող են մտնել, տեսնել եւ անպայման օրվա մեջ մի քանի խնդրանք լինում է չմերժվելու պայմանով։ Իմի չայլոց ես սիրում եմ շփվել իմ հայրենակիցների հետ, քանզի որ նոր էինք եկել Ամերիկա, առաջի 3 տարին ձգտում էի անպայման հետ վերադառնամ հայրենիք։ Օդը ոնց որ չբավարար էր։ Բայց հետո գիտակցելով, որ իմ արած գործը եւս հայրենանավեր գործ է, իմ ազգին պետք եմ գալիս, այդ ձևով կարողացա մնամ այստեղ եւ իմ գործը միայն իմ ազգի ներկայացուցիչների հետ է։ Դուք ունեք գործող գրասենյակ նաեւ Հայաստանում կամ գրասենյակներ։ Իհարկե։ Որքան ընտանիքներ են աշխատատեղ ստացել այս պայմաններում։ Այսօրվա դրությամբ 30 ընտանիք աշխատում է մեր կազմակերպության Սահմաններում Հայաստանում։ Եվ նաեւ այստեղ։ Համարած այստեղի աշխատողները եւս մի 40 հոգի։ Ձեր գեղեցկուհիների շարքը բոլոր կենտրոններում, որտեղ մեր հրաշալի հայերենին տիրապետող հրաշալի մեր հայուհիները աշխատում են, հիանալի պայմաններ են ստեղծված բոլորիս համար։ Ես չեմ կարծում կա մի ընտանիք, որը չի եղել այս հաստատություններում, որտեղ հաստատությունները գործում են, կարծեմ 9-10 կենտրոն ունենք մենք տարբեր շրջաններում այստեղ, եւ չկա մի ընտանիք, որը օգտված չլինի այս հնարավորությունից եւ այնտեղ մեր հարազատները ամենքը գիտեն այս ուղին, այս ճանապարհը եւ այո, այսօր արդեն երևի չկա մի ընտանիք, որը չի ցանկանում ճամփորդել եւ իմ բարի խորհուրդն է մեր հայրենակիցներին։ Եթե ուզում եք ճամփորդել, ընտրեք հենց Universal Travel and Tours-ը, որտեղ հենց այս հաստատությունն է եղել, որը հիմնվել է, ինչպես ասաց պարոն Թամրազյանը, շատ տարիներ առաջ եւ մշտապես օգտակար է եղել մեզ, մեր հայրենակիցներին, Հայաստանում ապրող դժվարության մեջ գտնվող շատ ու շատ ընտանիքների, որոնք արդեն իր ճանապարհով, իր հնարավորություններով բացարձակ անվճար ուղարկվել են հազարավոր արկղեր, այնտեղ հագուստներ, չգիտեմ, պահածոներ, հազար ու մի բան ապրանքատեսականի հասել է հայրենիք, ամենածայրամասային գյուղերը, հասել է Արցախ, Գյումրիի, Շիրակի մարզ է հասել, այնպես որ եղել են շատ ու շատ մեր հայրենակիցներ, որոնք օգտվել են Գագիկ Թամրազյանի բարեգործությունից, այդ իսկ պատճառով նրան իսկապես ամբողջ սրտով կարելի ազգային բարեր անվանել, որովհետև ինչպես տեսնում եք, նրա գործը մեծ է եւ այս երեկո ոչ միայն մեզ համար է գեղեցիկ անակնկալ պատրաստվել, նաեւ իր պարոն Թամրազյանի, որը շատ սպասելի է։ Այսինքն անակնկալներ կան, որոնք արդարացի են, անակնկալներ կան, որոնք անարդարացի են եւ զարմացնում են նույնիսկ նրան, ում համար արվում է այդ անակնկալը։ Այդպիսի բաներ շատ կան։ Այնքան կոչումներ են այսօր տրվում անարժաններին, որոնք իրենք էլ են հաստատ զարմանում այդ կոչումները ստանալիս։ Երբ որ դա տրվում է արժանի մարդու, ոչ ինքն է զարմանում անկեղծ ասած շատ, որտեվ շատ լավ գիտե իր արած գործը, ոչ այն մարդը, որը դա հանձնում է, ոչ էլ այն մարդը, որը վկան է լինում այդ անակնկալի։ Եվ դրա համար մեզ այս երեկո կմիանա մեր ազգի հերոս տղաներից մեկը, մեր ազգի հերոս զավակներից մեկը, որը իր թանկ առողջությունը նվիրեց մեր հայրենիքին, որի համար մենք սիրում ենք նրան, խոնարհվում ենք նրա թանկագին ներկայության արչև այստեղ Լոս Անջելեսում մեր Հրանտը մեզ կմիանա, Հրանտ Թումասյանը, որը մեր պարգևն էր այս շրջանի մոլորակում, որտեղ մենք ենք ապրում եւ ամեն մեկս գիտենք, թե Հրանտը ինչ արժեք է։ Կան մարդիկ, որոնք ազգային արժեք են։ Ինձ համար Հրանտը
այդպիսի անձնավորություն է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այս երեկո Հրանտը կմիանա ինձ ու պարոն Թամրազյանին եւ հենց Հրանտի կողմից կլինի այդ հաճելի գեղեցիկ անակնկալը մեզ համար, սիրելի հեռուստադիտողներ։ Մնացեք մեզ հետ, մի քանի րոպե անց մենք կվերադառնանք։ Ցանկանում եք վերականգնել ձեր առողջությունը, դիմեք դոկտոր Արևիկ Արամյանի ղեկավարած Գլենդելում գործող Pure Balance Chiropractic բժշկական կենտրոն։ Կենտրոնը մասնագիտացված է ավտովթարների վնասվածքներ, ռադիկուլիտ, ընդհանուր թմրություն եւ թուլություն, մկանային եւ հոդային ցավեր, դիսկի գրիժա բուժելու բնագավառներում։ Այստեղ առաջարկվում են նաեւ քաշի կարգավորման համար սննդի հավելումներ։ Զանգահարեք Pure Balance Chiropractic բժիշկ Արևիկ Արամյանի մոտ ժամադրություն ստանալու համար։ Հեռախոս 818 937 9301։ Welcome to Pure Balance Chiropractic. Սոնաֆե Adult Daycare, Թահանգա քաղաքի կենտրոնում, բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում։ Սոնաֆե տարեցների ցերեկային խնամքի տուն։ Ընտրյալ անձնակազմ, անհատական վերաբերմունք, առողջ սնունդ, ապահով միջավայր։ Երջանիկ երկարակեցություն, սա է բժիշկ Նուբար Ջանոյանի նշանաբանը։ Սոնաֆեն կնպաստի տարեցների մեջ արկա ձիրքերի եւ երազների բացահայտմանը եւ իրագործմանը։ Քննարկումներ, երկուպար, լիարժեք ծրագիր։ Սոնաֆե տարեցների տուն, առողջապահական խնդիրների լիակատար բավարարում բժշկի, բուժքույրերի եւ այլ մասնագետների միջոցով։ Վայելեք բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում, շարունակեք զգալ կյանքի բերկրանքը ձեր հասակակիցների հետ միասին։ Future Out. Շուշան լավաշ, ամենահայտնին եւ վստահելին մեր համայնքում։ Հայկական հացը այստեղ պատրաստվում է ավանդական եղանակով, թթխմորով եւ առանց շաքարի։ Այդ իսկ պատճառով Շուշան լավաշը նաեւ առաքվում է Միացյալ Նահանգների այլ շրջաններ։ Եվ այժմ նորություն շուկայում հայ համայնքի համար։ Շուտով կարող եք գնել դարձյալ առանց շաքարի եւ թթխմորով կտավատի հաց, որն առողջարար է եւ անփոխարինելի։ Շուշան լավաշ, փնտրեք հայկական նպարատներում։ Take a selfie with your best friend. PRP դեմքի մաշկի երիտասարդացում մայքրոփեն սարքով։ Zirona body contouring ջարպային շերտի վերացում։ Erbium-yak մաշկը թարմացնող վերականգնող գործողություն։ Teeth whitening ատամների սպիտակեցում արագ եւ արդյունավետ։ Botox and fillers մաշկը հարթեցնող ներարկումներ առանց ցավի եւ կապտուկների, ինչպես նաեւ պիգմենտային կետերի, անցանկալի մազերի, դաջվածքների հեռացում լազերի միջոցով եւ մշտական դիմահարդարում։ Who is your best friend? 7Q Spa, միշտ երիտասարդ եւ գեղեցիկ։ Եվ այս պահին ուրախությամբ պետք է ողջունեմ Հրանտ Թոմասյանին, երկուսի ազգանները միացրի, որտեղ երկուսը մեկտեղ էին այս հրաշալի գործը իրականացնում։ Մի շատ գեղեցիկ գնահատելի աշխատանք է կատարվել, որի արդյունքում գնահատանքի են արժանացել։ Այս դեպքում կարող եմ նաև հպարտորեն ասել Հրանտ Թոմասյանը եւս։ Հրանտ ջան, ողջույն։ Շատ ուրախ եմ, որ միացար մեզ եւ պիտի խնդրեմ, որպեսզի ինքդ նախապատմությունը ներկայացնես մեր հեռուստադիտողներին։ Ուրեմն, այս երկար ժամանակ, քանի տարի, որ ես արդեն այստեղ եմ, տարբեր տեսակի, ուրեմն մենք բարեգործական բաներ ենք կատարում, դպրոցների հետ, չէ, պայուսակներ ենք ուղարկում, մեր վիրավոր ընկերների համար ենք ուղարկում, իրենց ընտանիքների համար։ Մեզ միշտ թիկունք, ուրեմն Գագիկ Թամրազյանն է իր հիանալի ուրեմն ընկերությունով, առանց որևէ, որ ասում են, նույնիսկ չեմ հասցնում ասեմ, ինքնին ասում եմ, ինչ կա Հրանտ ջան, ինչ ես պատրաստում։ Ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու։ Եվ վերջի ուրեմն հունվար ամսին մենք երկրապայի համար ուղարկեցինք վիրավոր տղաների, որոնք սայլակների վրա են, բարկած են, ուրեմն հսկայական թվով ապրանքեր, որ իրանց կենցաղի համար կարևոր է, սայլակներ կար մեջը,
եւ մահճակալները կար եւ ուրեմն վերջերս երևի բոլորը տեսան, որ զինվորը վիրավոր, որ պարանոցից էր վիրավորված, ուզում են գումար հավաքեն, չէ, ուղարկելու գումար եւ նաեւ իրան համար ուրեմն հիվանդի լիֆտ, որ կարողանա բարձրացնի, ուրեմն եւ սրանք ասենք իրենց չափսերով շատ մեծ ապրանքներ են։ Այսինքն սա փոքր արկղ չի, սա իր դժվարություն ունի եւ հավաքելը եւ ուղարկելը, այդ բոլորը ուրեմն Գագիկի կողմից է կատարվում։ Երկրապահում շատ ուրախ են եւ շատ զարմացած էին։ Երկրապահ ասեմ Վազգեն Սարգսյանի հիմնածան ինձ համար իմ երկրորդ օջախը եւ այնտեղ բաժանվեց, հետագայում ուրեմն մենք այդ կադրերը ցույց կտանք ում եւ ինչպես բաժանվեց եւ խորհրդի կողմից վարչության տեսնելով այս մի քանի տարիների կատարած մեր ուրեմն Գագիկի կատարած այս մեծ աշխատանքները, որոշեց, որ պատվոգիր տան Գագիկ Թամրազյանին երկրապահ կամավորականների միության կողմից։ Իհարկե սա մեծ հոգով եւ այնպիսի մարդկանց կողմից է, որոնք անշահախնդիր այդ երկրի համար, այսինքն էսի երբ որ Քրիստոսի ասում էր նա իր վերջի լուման տվեց, էսի ոնց որ ասած ամենամեծ մաքուր բաներից մեկն էր, որ տրվեց։ Հաջորդ ուրեմն մեծ թվով Ես պիտի խնդրեմ նախ սա ցուցադրել մեր հերոստատիտողներին, ահա տեսնում եք սիրելի հերոստատիտողներ, երկրապահ կամավորական ջոկատի կամավորականների միության, Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միության կողմից հատուկ պատվոգիր է ուղարկվել Հայաստանից Գագիկ Թամրազյանին եւ այս հետաքրքիր է այս պատվոգիրը շատ գեղեցիկ է, ինչպես տեսնում եք հիմնադիր Սպարապետի պատկերն է եւ այստեղ իր խոսքերն են, որ այժմ պիտի կարդամ։ Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն։ Այս խոսքերը, եթե մի փոքր այլ տեսանկյունից նայենք, կյանքը ինքը պատերազմի նման մի բան է, վերջապես, ինչ որտեղ պայքար է։ Եվ այս պայքարում, երբ դուք ունեցածը, ինչպես Հրանտը շատ գեղեցիկ համեմատություն արեց այժմ Աստվածաշնչից, մարդը նվիրաբերում է իր աշխատանքը իր ստեղծածը այս աշխարհիկ կյանքում ինքն էլ է փոխարենը շահում միայն այն ինչ շահել է Վազգեն Սարգսյանը հպարտություն։ Ես մեծ հպարտությամբ այս պատվոգիրը փոխանցում եմ մեր պարոն Թամրազյանին։ Շնորհակալ եմ, անակնկալ է ինձ համար։ Հրանջան, շնորհակալ եմ շատ։ Ես շնորհակալ եմ։ Մոնեջան, շատ շնորհակալ եմ։ Բարով բայլեք, թող այն զարդարի ձեր գրասենյակը, որովհետեւ բոլորը տեսնեն, թե ինչ գեղեցիկ արժեք է ստացել այդ աշխատանքը։ Ժողովուրդ ջան, այս պատվոգիրը նաև ձերն է։ Դուք եք օգնել, որ ես ստանամ այս պատվոգիրը։ Շնորհակալ եմ ձեզանից։ Շնորհակալություն եւ մենք էլի ունենք անակնկալ բարեբախտաբար այս երեկո պարոն Թամրազյանին էլի պիտի խնդրենք որպեսի Հրանտը ներկայացնի թե սա ինչ շրջանակներում է տեղի ունեցել։ Ուրեմն սա արդեն մոտավորապես հոկտեմբեր ամսին որոշվեց Լեռնային Ղարաբաղում կա ուրեմն վիրավոր ազատամարտիկների կազմակերպություն, որոնք բոլորը ազատամարտիկ են, կամավորականներ են եղել եւ Վիտա է կոչվում կազմակերպության անունը եւ բոլորս գիտենք ճանապարհը կա եւ այլն, բայց ինքը շատ հեռու է Երևանից։ Բայց այնտեղ էլ է հասել Գագիկի ուղարկած այդ ապրանքները, ինչ որ իրանց շատ անհրաժեշտ ու շատ կարեւոր էր։ Էլի ասում եմ մեծ ուրեմն չափսերի ապրանքներ են եւ այնքան ի սրտե է այդ ամեն ինչը կատարվում, որ երևի ժամանակից էլ շուտ է հասել։ Իրենք էլ շատ ուրախ են, որովհետեւ գիտեն բոլորը, որ այս մարդկանց ինչ է պետք, շատ լուրջ ասենք խնդիրներ ունեցող փոքրիկ բաներ է, բայց իրանց համար շատ կարեւոր է։ Մարդիկ քնում են, հելնում են, այնքան իրանք լավն են, որ օրնանք են անում։ Այս օրնանքն էլ շատ կարեւոր է։ Եվ Վիտա կազմակերպության կողմից ղեկավարը ազգային ժողովի ուրեմն падգամավոր է Արևիկ Պետրոսյանը, իրենք էլ իրենց խորհրդով որոշել են եւ իրենց պատվոգիրն են հանձնել։ Որ ես այժմ մեծ սիրով Հրանտի կողմից կհանձնեմ, Արցախից է ինչպես արդեն հասկացանք, սիրելի հեռուստադիտողները այս շնորհակալագիրը, Արցախյան գոյամարտի հաշմանդամների Վիտա հասարակական կազմակերպությունը հատուկ գնահատանքով շնորհակալություն է հայտնում Գագիկ Թամրազյանին կազմակերպության հաշմանդամներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Արևիկ Պետրոսյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային падգամավոր, Վիտա հասարակական կազմակերպության նախագահ։ Խնդրեմ, պարոն Թամրազյան, սա ավելի հուզիչ էր, որովհետև արդեն պատկերացնում թե ինչպիսի հուզմունքով են պատրաստել սա։ Օրհնված լինեք, ինչպես ասաց Հրանտը, այդ օրհնանքի սրտանց խոսքերը, որոնք գալիս են մեր այդ հրաշք
ժողովրդից, թող ձեզ համար, ձեր ընտանիքի համար, ձեր զավակների համար օրհնություն լինի, պարոն Թամրազյան։ Ուրեմն իմ հաջողությունների հիմնական գաղտնիքը կապում եմ իմ ժողովրդի օրհնանքների հետ։ Այո, ճիշտ եք։ Եվ շատ ուրախությամբ պետք է նաև ձեզ հայտնեմ, սիրելի հեռուստադիտողներ, որ մեկ շնորհակալագիր էլ կա այստեղ, որը արդեն տրվում է Հրանտ Թումասյանին։ Նորից պիտի կարդամ, որտեղ շատ ուրախ եմ այս տողերը կարդալու համար։ Արցախյան գոյամարտի հաշմանդամների Վիտա հասարակական կազմակերպությունը հատուկ գնահատանքով շնորհակալություն է հայտնում Հրանտ Թումասյանին կազմակերպության հաշմանդամներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Դարձյալ Արևիկ Պետրոսյանն է, շնորհավորում եմ Հրանտ ջան քեզ էլ, ահա տեսնում եք որքան գեղեցիկ է։ Եվ հիմա խնդրենք, որպեսզի պարոն Թամրազյանը իր գնահատանքի խոսքը ուղի արդեն Հրանտին կամ Հրանտի մասին, թե ինչպիսի իսկապես ազգանվեր գործ է կատարում մեր Հրանտը այսքան հեռուներից, այս դժվարին պայմաններում։ Ուրեմն ասեմ, որ Հրանտ Թումասյանին շատ մեծ հարգանքով եմ ես մոտենում եւ իր նման ազատամարտիկներին, հատկապես Հրանտը, որ Լոս Անջելեսից կազմակերպում է այդ օգնությունները, լինեն դրանք կենցաղային իրեր կամ հագուստներ, բժշկական սարքավորումներ, այդ ամենը ես էլ եմ զարմանում, թե այդքան իրեր որտեղից է կարողանում ձեռք բերի ինքը եւ պետք է անպայման ինքը ներկա լինի, թե ոնց ենք բեռնում այդ ապրանքները բեռնատարներով ինչպես է դա։ Փաթեթավորումը եւ տեղավորումը պիտի ինքը տեսնի անձամբ։ Բրավո։ Շատ լավ է։ Շնորհակալություն։ Ես մոռացա վերջի կարևոր բան ասել, որ ինձ համար շատ կարևոր է։ Ինչի համար որ վերջի այդ պայուսակներն էլ որ ուղարկել են, էլի Գագիկի միջոցով ուղարկվել, հասել է ուրեմն Գյումրի 100 հատը 50 աղջկա 50 տղայի համար եւ 100 հատ հասել է Լեռնային Ղարաբաղ, որը ուրեմն կբաժանենք եւ հասել է այն գյուղը, որը մենք մեր ջոկատը շրջապատումից այդ ընտանիքները երկու անգամ դուրս անեին, մեր իհարկե իրանք ուրիշ է, բայց շատ ուրախ են, շատ եւ էլի ասում եմ ժամանակից շուտ հասել է։ Դպրոցական պայուսակներ։ Կարևորը ինչ է, որ մտնում ես Գագիկի գրասենյակ, քեզ դիմավորում է ժպտերես մի հատ անձնավորություն, որը միջև քո ասելը ինքը գիտի արդեն քեզ պետք չի ասում, դու ջուրը խմի, մնացածը մենք կանենք։ Այո, իսկապես Հրանտը կիսում է, կարծում եմ, բազմահազար մեր հայրենակիցների կարծիքը եւ նույն շնորհակալության զգացում ունեմ նաև ես, որովհետև գիտեմ, թե որքան մենք ենք բարևի շրջանակներում իրականացրել բարեգործական ծրագրեր եւ նույն պատասխանն եղել։ Այսինքն Գագիկին պետք չէ զանգելու ասել մենք Սևանի դպրոցների համար արկղեր ենք պատրաստել, պարոն Թամրազյան, պիտի խնդրենք, որպեսզի սա ուղարկվի։ Նա արդեն քարտ բլանշ է տալիս նման գործանողներին։ Իր մոտ բաց են դռները բոլոր նրանց առաջ, ովքեր բարի նպատակով ինչ որ գործ են ուզում կատարել հայրենիքի համար։ Մնացեք մեզ հետ, մի քանի րոպե անց կվերադառնանք։ Ցանկանում եք վերականգնել ձեր առողջությունը, դիմեք դոկտոր Արևիկ Արամյանի ղեկավարած Գլենդելում գործող Pure Balance Chiropractic բժշկական կենտրոն։ Կենտրոնը մասնագիտացված է ավտովթարների վնասվածքներ, ռադիկուլիտ, ընդհանուր թմրություն եւ թուլություն, մկանային եւ հոդային ցավեր, դիսկի գրիժա բուժելու բնագավառներում։ Այստեղ առաջարկվում են նաեւ քաշի կարգավորման համար սննդի հավելումներ։ Զանգահարեք Pure Balance Chiropractic բժիշկ Արևիկ Արամյանի մոտ ժամադրություն ստանալու համար։ Հեռախոս 818 937 9301։ Welcome to Pure Balance Chiropractic. Սոնաֆե Adult Daycare, Թահանգա քաղաքի կենտրոնում։ Բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում։ Սոնաֆե տարեցների ցերեկային խնամքի տուն։ Ընտրյալ անձնակազմ, անհատական վերաբերմունք, առողջ սնունդ, ապահով միջավայր։ Երջանիկ երկարակեցություն, սա է բժիշկ Նուբար Ջանոյանի նշանաբանը։ Սոնաֆեն կնպաստի տարեցների մեջ արկա ձիրքերի եւ երազների բացահայտմանը եւ իրագործմանը։ Քննարկումներ, երկուպար, լիարժեք ծրագիր։ Սոնաֆե տարեցների տուն, առողջապահական խնդիրների լիակատար բավարարում բժշկի, բուժքույրերի եւ այլ մասնագետների միջոցով։ Վայելեք բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում, շարունակեք զգալ կյանքի բերկրանքը ձեր հասակակիցների հետ միասին։
Future Auto. Շուշան լավաշ ամենահայտնին եւ վստահելին մեր համայնքում։ Հայկական հացը այստեղ պատրաստվում է ավանդական եղանակով, թթխմորով եւ առանց շաքարի։ Այդ իսկ պատճառով Շուշան լավաշը նաեւ առաքվում է Միացյալ Նահանգների այլ շրջաններ։ Եվ այժմ նորություն շուկայում հայ համայնքի համար։ Շուտով կարող եք գնել դարձյալ առանց շաքարի եւ թթխմորով կտավատի հաց, որն առողջարար է եւ անփոխարինելի։ Շուշան լավաշ, փնտրեք հայկական նպարատներում։ Take a selfie with your best friend. PRP դեմքի մաշկի երիտասարդացում մայքրոփեն սարքով։ Zirona բարի կոնտրինգ ճարպային շերտի վերացում։ Erbium-yak մաշկը թարմացնող վերականգնող գործողություն։ Teeth whitening ատամների սպիտակեցում արագ եւ արդյունավետ։ Botox and fillers մաշկը հարթեցնող ներարկումներ առանց ցավի եւ կապտուկների։ Ինչպես նաեւ պիգմենտային կետերի, անցանկալի մազերի, դաջվածքների հեռացում լազերի միջոցով եւ մշտական դիմահարդարում։ Who is your best friend? 7Q Spa, միշտ երիտասարդ եւ գեղեցիկ։ Մեր ծրագիրը մոտենում է իր ավարտին, ինձ համար շատ հաճելի էր այս երեկո այս հանդիպումը, շատ ուրախ եմ, որ բարեբախտաբար Գագիկ Թամրազյանը քաղաքում էր, բարեբախտաբար այս ծրագրին ներկա եղավ եւ բարեբախտաբար մենք այսպես հանձնեցինք իրեն այս պատվոգրերը, որովհետեւ հենց այնպես ստանել, հանձնել ուրիշ է, բայց ես շատ եմ ուրախանում, երբ ժողովուրդը տեղյակ է լինում, թե ինչքան գնահատանքի արժանանում մարդու բարի գործը։ Իսկ Գագիկ Թամրազյանի բարի գործերը բազմաթիվ են։ Մեկը չէ, երկուսը չէ, շատերս ենք նրան շնորհակալ եղել այս կյանքում։ Ճիշտ է Հրանտ։ Ճիշտ է, նույնը ջան։ Հիմա ես ուզում եմ ասեմ նաև, որ երկրապահ կամավորականները որոշել են, որ մեր թիկունքը եւ թևը Լոս Անջելեսում դա բարև ծրագիրն է։ Մենք ձեզ համարում ենք ծանր հրետանին այստեղի։ Եվ ամենախոնար ծառան ուզում եմ ասել։ Եվ դրա համար վարչությունը որոշել էր նաև, որ ձեզ եւ ձեր ընտանիքին եւ ծրագրին հանձնենք նաև մի պատվոգիր եւս։ Ուրեմն հիանալի աշխատանքների համար մեր հայրենակիցները կհիշեն եւ Զորավար Անդրանիկի 140-ամյակը եւ Պարուսեվակի դպրոցի հետ կապված այդ վերանորոգման գործերը եւ ուրեմն մնացած ազատամարտիկների հետ ուրեմն բարեգործական թեմաները։ Դրա համար մենք ենք շնորհակալ։ Շնորհակալ ենք մեր Լոս Անջելեսի հայրենակիցներին, մենք ձեզ շատ սիրում ենք, ձեր օրինակներով, եթե մի բան էլ չեք անում, Աստված կանչեք, մենք լավ լինենք, մեր գործերը կարողանանք։ Գագիկ ջան, քեզ շատ շնորհակալություն։ Գործերը շարունակվելու են, ճիշտ է, պարոն Թամրազյան։ Շնորհակալ եմ շատ։ Այս երեկոյի համար այսքանը, բայց ինչպես Հրանտն ասաց, մենք դեռ միմյանց շնորհակալություն հայտնելու շատ առիթներ պիտի ունենանք, որտեղ այդպես է կյանքը, գործը շարունակվում է, իսկ մենք պիտի անենք այն բարի գործը, որը անմահ է, այն ինչ մենք անում ենք որպես բարեսիրական աշխատանք, դա է մնում որպես արժեք մարդու համար։ Եկեք գնահատենք այդ ամենը, գնահատենք այն մարդկանց, որոնք իսկապես իրենց թանկ ժամանակից կտրելով նվիրում են իրենց հայրենիքին ու իրենց ժողովրդին, որոնցից երկու ինձ համար շատ թանկագին ու սիրելի անձինք այս երեկո եղան բարևի հյուրը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Այսքանը բարեկամներ, մնացեք բարով, Աստված ձեզ պահապան։ Շնորհակալություն։